2026 թվականի մայիսին տեղի կունենա պատմական իրադարձություն, եւ մարդիկ երբեք չեն մոռանա այն։ Հնդիկ պայծառատես Արչենան։ 2026 թվականը արդեն սկսվել է, բայց աշխարհում մոլեգնում են զինված հակամարտություններ, տեղի են ունենում աղետներ եւ երկրները ցնցվում են ֆինանսական խռովություններից։ Բայց ամենավատը դեռ առջևում է։ Կանխատեսում է Հնդկաստանից պայծառատես Արչենան։ Արչենայի կանխատեսումները միշտ իրականանում են։ Արչենան նոր կանխատեսում է արել 2026-ի համար։ Մայիս ամիսը դժվար կլինի։ Գլխավոր եւ ամենասարսափելի հարվածը կլինի հենց այս ամսին։ Ամենակարևոր պատմական իրադարձությունը տեղի կունենա մայիսին։ Մարդիկ երբեք չեն մոռանա դա։ Ես տեսնում եմ անկարգություններ, բազմաթիվ սպանություններ։ Ատելության էներգիան կտարածվի ամբողջ աշխարհով մեկ։ Ես տեսնում եմ մարդկանց, որոնք քայլում են փողոցներով, արյունով ծածկված, մինչդեռ մյուսները դիտում են այդ ամենը հեռուստացույցով։ Պայծառատես Արչենան Ագաբուշանամի տեսիլքի համաձայն Միացյալ Նահանգները տարիներ շարունակ կլանված է եղել բացասական էներգիայով։ Հասարակությունը փոխվում է, կարծիքները բաժանված են։ Որքան մոտենում ենք նախագահական ընտրություններին, այնքան ավելի շատ այս էներգիան կգրավի քաղաքացիների գիտակցությունը։ Ինչ վերաբերում է Հայաստանի վերաբերյալ կանխատեսումներին, ապա վերջին հաշվով ամեն ինչ բարենպաստ կլինի։ Մոտ ապագայում դրսից հսկայական ճնշում կլինի, որի նպատակն է բաժանել երկիրը եւ հասարակությունը։ Հայաստանը պետք է զգուշ լինի 2026 թվականի ամռան վերջին եւ աշնանը։ Քաղաքական ճնշումը կուժեղանա այս ամիսներին։ ՆԱՏՕ-ի կողմից երկրի դեմ նոր օրենք ընդունելուց հետո սա կարող է լուծվել միայն հոգեվոր առումով, այլ ոչ թե ռազմական։ Արչենան Ագաբուշանամի խոսքով Հայաստանը դեռ շատ խնդիրներ կունենա, բայց դրանք բոլորը կլուծվեն։ Երկիրը կպաշտպանի իր հոգեվոր արժեքները եւ կուժեղանա ցանկացած հանգամանքներում։ Շատ աստղագուշակներ 2026 թվականը անվանում են կարմայի տարի։ Գուշակը կարծում է, որ յուրաքանչյուր մարդու կողմից ցնցումների եւ կատակլիզմերի հաղթահարման ձևը կախված է նրանցից։ Լայքեք, մեկնաբանեք եւ բաժանորդագրվեք ալիքին, նոր նյութերից տեղեկացված մնալու համար։ Տիեզերքը մինչև 2026 թվականի մարտի վերջը անակնկալ ունի այս 4 կենդանակերպի նշանների համար։ Չնայած դա հիմա լիովին նկատելի չէ, մակերեսի տակ մի կարևոր բան է աննկատ կառուցվում։ 4 կենդանակերպի նշանների համար մինչև 2026 թվականի մարտի վերջը ընկած ժամանակահատվածը կրում է իրական շրջադարձային կետի էներգիա։ Մի ամիս, որը կարող է փոխել ուղղությունը, առաջնահերթությունները եւ նույնիսկ կյանքի երկար ճանապարհը։ Առաջին հայացքից ամեն ինչ կարող է դանդաղ կամ անորոշ թվալ։ Կարող է առաջանալ ուշացման զգացում, բայց սա լճացում չէ, այլ նախապատրաստություն։ Մարսի ազդեցությունը խոստանում է վերադարձ շարժմանը, էներգիան վերադառնում է ձեզ, թեև ոչ անընդհատ հոսքով, այլ ալիքներով։ Կարող են լինել դադարներ, մտորումների պահեր, հարկադիր կանգառներ, բայց այս դադարները չեն նշանակում ձախողում, դրանք ավելի մեծ ռիթմի մաս են կազմում, որը ձեզ բերում է ճիշտ ժամանակին։ Միևնույն ժամանակ Մերկուրին հետադարձ շարժմով դեռևս պահանջում է համբերություն։ Այն խնդրում է ձեզ չշտապել, այլ վերանայել ծրագրերը եւ պարզաբանել մանրամասները, որոնք այլապես կարող էին հեշտությամբ անտեսել։ Սա կույր ցատկի ժամանակը չէ առաջ, ժամանակն է ուղղել ուղղությունը, վերանայել եւ ամրապնդել հիմքը, եւ հենց այստեղ է թաքնված ավելի խորը ճշմարտությունը։ Այնինչ իրականում նախատեսված է ձեզ համար, հավերժ չի մնա փակված։ Այն կսկսի հանգիստ եւ անխուսափելիորեն առաջ շարժվել, երբ ժամանակը գա, բայց ամեն ինչ, որ հիմնված է կասկածի, անհամապատասխանության կամ թույլ աջակցության վրա, կարող է սկսել մարել, ոչ թե որպես կորուստ, այլ որպես անհրաժեշտ մաքրագործում։ Ահա թե ինչու է այս ժամանակահատվածն այդքան հզոր։ Խոսքը միայն շարժման մասին չէ, խոսքը համաձայնեցման մասին է։ Մարտի վերջին այնինչ մնում է ավելի ուժեղ, ավելի պարզ եւ ավելի իսկական կլինի։ Այնինչ սկսվում է կունենա իրական ներուժ, եւ այնինչ մարում է տեղ կազատի այն բանի համար, որն ավելի շատ համապատասխանում է այն մարդուն, ում դուք դառնում եք։ Սա քաոս չէ, սա վերակարգավորում է։ Եվ նրանց համար, ովքեր պատրաստ են վստահել գործընթացը, այստեղ սկսվում է իսկապես կյանքը փոխող մի բան։ Խոյ։
Խոյ, մինչ Վեներան անցնում է ձեր նշանով, ինչ որ նշանակալի բան աննկատելիորեն ձևավորվում է։ Վեներան սիրո, գեղեցկության եւ առատության մոլորակը հնարավորությունների ալիք է բերում։ Ձեր ֆինանսները կարող են սկսել բարելավվել, ձեր անձնական հմայքը կդառնա ավելի կենսունակ եւ արդեն արժեվում խորը փոփոխությունների մի շրջան է, որը թերևս ձեր երբևէ ապրած ամենագեղեցիկ շրջադարձերից մեկն է։ Միևնույն ժամանակ ձեր նշանի մեջ գտնվող Սատուրնը ապահովում է անհրաժեշտ կառուցվածքն ու կարգապահությունը այդ փոփոխությունները կանխելու համար։ Այն օգնում է ձեզ հավաքել ձեր հանգստությունը, կենտրոնանալ եւ պահպանել ձեր թափը, որպեսզի Վեներայի ներկայացրած հնարավորությունները չանտեսվեն։ Եվ Նեպտունի նուրբ ազդեցությունը ձեզ դարձնում է ավելի տաք, ավելի նուրբ եւ ավելի մատչելի։ Ձեզ համար ավելի հեշտ է ցուցաբերել կարեկցանք եւ ընդունել մտերմությունը։ Բայց Վեներան այստեղ կարծես գտնվում է անծանոթ հանգամանքներում եւ նրա էներգիան ծավալվում է ոչ ստանդարտ ձևով։ Հետևաբար ներքին վերաբերմունքը ոչ թե հետապնդելու, այլ գրավելու, հատկապես օգտակար է ձեզ համար հիմա։ Վստահեք, որ ձերը կգրա առանց բռնության կամ ճնշման, երբեմն նույնիսկ ամենաանսպասելի ձևերով։ Հիմա կարևոր է, որ դուք համատեղեք հմայքը կարգապահության հետ, բացությունը ինքնահարգանքի հետ եւ մտնեք փոփոխությունների մի շրջան, որը կաջակցի եւ ձեր սրտին եւ ձեր երկրային նկրտություններին։ Ձկներ, 2026 թվականի մարտի վերջին ձեզ համար շատ հզոր պահ է կառուցվում։ Այս ամիս ձեր նշանում խիտ էներգիա է կուտակվում, որը ձեր ներկայությունը զգացնել է տալիս, նույնիսկ եթե շարժվում եք լուր եւ առանց ավելորդ աղմուկի։ Սա ժամանակն է ձեզ ավելի կենտրոնացած, ավելի կենսունակ եւ ավելի կապված զգալու ձեր սեփական ուժի հետ։ Այս ժամանակահատվածի գլխավոր պարգևը ձեր ներքին ուժի վերադարձն է։ Մինչ Մարսը ձեր նշանում է մնալ մինչև ապրիլի 9, էներգիան, քաջությունը եւ կամքի ուժը կարծես վերահաստատվում են ձեզ մեջ։ Դուք ձեզ ավելի զգոն, ավելի պարզ եւ ավելի վճռական եք զգալ այն ոլորտներում, որտեղ նախկինում տատանվում էիք։ Եթե առաջանան հակամարտություններ կամ դժվար իրավիճակներ, դուք դրանք կկարգավորեք այնպես, որ նույնիսկ ինքներդ ձեզ զարմացնեք։ Մարսի ազդեցությունը պարզություն եւ ուժ կապահովի, կտրուկ եւ անսպասելիորեն խզելու կապերը հակառակորդների կամ ձեր կյանքը թույնավորող ցանկացած բանի հետ։ Միևնույն ժամանակ Մերկուրին ձեր նշանում հետադարձ դիրքով ուժեղացնում է ձեր դիտարկման եւ մտավոր սրության ունակությունները։ Ինքնավելությունությունը, խորաթափանցությունը եւ ռազմավարությունը դառնում են ավելի ուժեղ, ինչը նշանակում է, որ դուք ունեք այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է մարտահավերներին ոչ միայն ինտուիտիվ, այլև իմաստուն կերպով կողնորոշվելու համար։ Մարտի 18-ին ձկների համաստեղծության մեջ նորալուսինը նշանավորում է շրջադարձային պահ։ Սկսում են ի հայտ գալ նոր հնարավորություններ, նոր ուղիներ եւ ձեր սեփական ուժը լիովին ընդունելու հնարավորություն։ Սա ժամանակն է վստահելու ձեր ինտուիցիային, ընդունելու ձեր էներգիան եւ վստահորեն առաջ շարժվելու։ Առաջիկա շաբաթները ձեզ հրավիրում են վերականգնել ձեր ուժը, սրել ձեր միտքը եւ բացել դուռը այն հնարավորությունների համար, որոնք համապատասխանում են ձեր խորագույն ներուժին։ Կույս, մարտի 3-ին ձեր նշանի լուսնային խավարումն արդեն իսկ առաջացրել ձեր կյանքում կարևոր շրջադարձային պահ։ Նույնիսկ եթե դրա ամբողջ ծավալը ձեր չի դրսևորվել, դուք հավանաբար արդեն զգում եք, որ փոփոխություններ են ընթանում եւ դրանք նշանակալի են։ Այս խավարումը կարող է օգնել ձեզ ավարտել կարիերայի խոշոր նախագծերը կամ նույնիսկ մղել ձեզ կայացնել համարձակ որոշում թողնելու ծանր աշխատանքը։ Այն ընդգծում է ձեր նվիրվածության արժեքը եւ մեծացնում է այն հավանականությունը, որ ձեր աշխատանքը վերջապես կնկատվի եւ կգնահատվի։ Մարտի մնացած մասը ձեզ մղում է արժերել ձեր կարիերայում։ Սկիզբը տեղի ունի մի քանի մարկատներում։ Սա ժամանակն է թողնելու պերֆեկցիոնիզմը, ավելի վական ուժ դեպի բականոն ինքնիդեսիվ եւ նոր ծերծեցեն ոչ կրկենը որ կորճահանակի դմիրայած։ Այս կտրված փոփոխությունները կարող են երկարի ցինախություն շնան եւ արծել նոր հնարավորությունների ճանապարհը։ Յուպիտերի աջակցությունը խոստանում է ֆոնին։ Այն բերում է իմաստություն, հույս եւ հանգիստ զգացում, որ դուք շարժվում եք ճիշտ ուղղությունով։ Օգտագործի թե ժամանակահատվածը վստահելունքները ձեր, ընդունեք ձեր նվաճումները եւ թույլեք, որ ձեր տեխնիկը քննադնորեն ի հայտ գան։ Մարտը կարող է հանգիստ շրջադարձային թվատվար, բայց դրա հետ կրկնեք անդրադառնալ ձեր կյանքի նշանակալի եւ երկարի ցինալիքերով երկար ժամանակ։ Աղեքնուր, ձեզ համար նշանակալի պահ է ցավալվում, քանի որ Յուպիտերը ձեր կարգառույց մոլորակը դեռևս դուրս է եկել հետադարձ շարժումից 4 ամիս։ Այս շրջանում իր հետ կեն բերում բարգատրման, շարժման ու վերադարձի վստահության խոստում։ Դուք վերականգնում եք ձեր էներգիան, կամքը եւ կյանքի հանդեպ եռանդը, նույնիսկ եթե այն դեռ չի դրսևորվել իր ողջ ուժով։ Վերջին 4 ամիսները ձեզ համար մարտահավեր էին, մտորումների ժամանակը եւ երկար ժամանակվա ներամար զգացմունքային փորձառումներից մեկն էին։ Սակայն այս գլուխն արդեն փակվում է, ճանապարհ բացելով առաջ շարժման եւ նոր բարձրության համար։ Ֆինանսական հարցերը նույնպես դառնում են հակապես բարենպաստ։ Աճի հաջողության եւ կայունության հնարավորություններն արդեն ի հայտ են գալիս եւ այս բարենպաստ հոսքը կշարունակի առավասը մինչեւ հունիսի 30-ը։ Հատկապես կարեւոր է հիմա վստահել ձեր ինտուիցիային։ Եթե հետևեք դրան, խոչընդոտները կտվան ավելի տոխան եւ երկին ձերը սկսեն սկսվելու։ Առաջիկա ամիսները կբերեն իրական թափ, կենսունակ հնարավորություններ եւ ինքնազարգացման զերծ, կյանքը ձեզ նոր սկիզբ է առաջացնում եւ Յուպիտերի Օվանի ներքո դուք գտնում եք այն կետով, որտեղ կարող եք օգտվել յուրաքանչյուր հնարավորությունից, որն այդվում է ձեր ճանապարհին։ Շարունակեք ուսումնասիրել մոգիկը եւ էզոտերիզմը։ Յուրաքանչյուր նշանի եւ խորհրդանի հետևում միշտ կա իմաստի մեկ այշեր։